Զինված ուժերի հոգևոր առաջնորդության Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այս օրերին ընթանում են շինարարական լայնածավալ աշխատանքներ։ Մայրաթորի ճարտարապետական բաժինը համապատասխան պետական կառույցների հետ համատեղ նախապես քննարկել է աշխատանքի ծավալն ու անելիքները։ Ամբողջությամբ կնորոգվի եկեղեցու տանիքը, կկատարվեն հիմքի եւ պատերի ամրակայման աշխատանքներ, որից հետո միայն կանցնեն ներքին հարդարման աշխատանքներին։ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին 2019 թվականին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ անջատվել է Արարատյան հայրապետական թեմից եւ տրամադրվել է զինված ուժերի հոգեվոր առաջնորդությանը բանակի հոգեվոր կարիքները հոգալու համար, զինծառայողների հոգեվոր խնամքը ապահովելու համար, որպես զինված ուժերի հոգեվոր առաջնորդության առաջնորդանիստ եկեղեցի եւ ժամանակին զինված ուժերի հոգեվոր առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանի ջանքերով սկսվել են եկեղեցու վերանորոգման, նախագծման աշխատանքները եւ 2024 թվականին էլ ըստ հաստատված նախագծի թե Նորին Սրբության կողմից եւ թե Մշակույթի նախարարության կողմից վերանորոգման աշխատանքները սկսվել են Պաշտպանության նախարարության կողմից եւ վերահսկողությամբ եւ միջոցներով։ Հյուսիսային լանջը նախնական աշխատանքները կատարված են, ներկապային գտնվում ենք հարավային լանջի վրա։ Այստեղ նախատեսվում է մաքրել, առանձնացնել վնասված շաղախի շերտը, հեռացնել տանիքից, սրանց ձեռք չենք տալու, մնալու են այսպես թեթևության համար ու իր պատմական այդ վիճակները պահպանելու համար։ Խարամի շերտից հետո իրականացնելու ենք երկաթբետոնյա ծածկ, որից հետո պղնձե թիթեղով պատելու ենք ամբողջ տանիքը։ Հնում շինարարները կարասներ տեղադրելով եկեղեցական շինությունների ծածկի տակ շաղախի մեջ դատարկություններ էին առաջացնում թեթևացնելու համար թաղերի վրա ընկնող ծանրությունն ու ապահովելու ձայնի հնչեղությունը։ Դատարկվեց հեղենով այս շերտը նույնությամբ կպահպանվի, նաև կբացվեն հնամյա հսկա օդատարները, որոնք ժամանակին ապահովել են շինության օդափոխությունը։ Այս դարի բոլոր եկեղեցիները նաև ունեն օդատարներ, մեր եկեղեցիները այդ տեսակ չեն կառուցվել էլի, որ օդափոխության համակարգման չեն ունեցել, ամեն ինչ էլ ունեցել են, այդ հետո ժամանակի ընթացքում չիմանալու, չհասկանալու պատճառով փակվել են, որ բարձրացան վերև հսկա օդատարներ ունեն, մեջով մարդիկ են անցնում։ Հիմա մենք պետք է նաև աշխատացնենք այդ օդատարները, որպեսզի կարողանանք խուսափենք եկեղեցու ներսում այդ թաղերի կոնդենսատից եւ բացի այդ էլ նաև օդափոխություն կկազմակերպենք, որ որմնանկարները քիչ փչանան։ Քանաքեռի հնագույն պատմամշակութային կոթողներից է այս եկեղեցին արևմտյան մուտքի ճակատային արձանագրության համաձայն սրբավայրը կառուցվել է 1695 թվականին վաճառականների միջոցներով Խոջա Աղաջանի վերակացությամբ։ Ըստ Զաքարիաս Արկավագի փոխանցած սակավ տեղեկությունների եկեղեցին պատկանել է Քանաքեռի փոքրաթիվ միաբանությանը եւ եղել է վանական համալիր։ Այդ մասին վկայում են նաեւ հնամենի պարիսպների հետքերը։ Տեղում ժամանակին հավանաբար մեկ ուրիշ կառույց է եղել, որտեղ տեսնում եք ինքը նախագավիթ էլ է ունեցել, օրինակ Գայանե վանքի պես հեսա, տեսեք պահպանվել են կամարների հատվածները, Եռանա բազիլիկ եկեղեցի է, իհարկե քարով, սյուներով, ամեն ինչով եւ ներսում էլ կան շատ լավ որմնանկարներ։ Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2012-ից 16 թվականներին բարերար Արթուր Սիմոնյանի ջանքերով տանիքում է վերանորոգում կատարվել եւ եկեղեցու ներսում բարեկարգվել է եւ տեսնում եք եկեղեցում որմնանկարներ, այդ որմնանկարներն են բացվել։ Խորհրդային տարիներին եկեղեցին ծխախոտի պահեստ է եղել եւ հաստ կրաշերտը մարդկային աչքից թաքցրել է պատերի մեջ ագուցված 50-ից ավելի արժեքավոր խաչքարերն ու որմնանկարները, որոնց տարիքը եւ հեղինակներն անհայտ են մինչ օրս։ 2019-ից ամեն կիրակի եւ տոնորերին այստեղ պատարակ են մատուցում գնդերեցները։ Հավատացյալները գոտ է պնդվում են զինվորի հետ միասին մեր բանակում ծառայող հոգևորականների զորավոր աղոթքից եւ լիահույս են, որ շուտով հիմնովին նորոգված կտեսնեն նվիրական սրբավայրը։ Լիաննա Չիչակյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։